Եվ այսպես սա այն Հայաստանն է, որը պետք է գար, եւ սա լավ Հայաստան է։ Կառավարության տարվա առաջին նիստից հետո հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Նախ ներողություն է խնդրել այն քաղաքացիներից, որոնք ամանորի գիշերը մնացել են առանց էլեկտրաէներգիայի, ապա խոսել թոշակների մասին։ Վարչապետը մտածել է ու հասկացել, եթե օրինակ 20,000 դրամով ավելացնեն թոշակները, միևնույն է, թոշակառուների խնդիրները չեն լուծվելու։ Ինձ համար շատ տպավորվել է բոլորովին վերջերս նախորդ տարի մեր հարգարժան թոշակառուներից մեկի հետ ունեցած իմ խոսակցությունը, երբ որ նա ասում էր, որ 50 քանի հազար դրամ թոշակ է ստանում եւ այդ 50 քանի հազար թոշակից մոտավորապես 27-28 հազարը ծախսում է տունը տաքացնելու վրա, բայց արդյունքում տունը չի էլ տաքանում։ Եվ ինքը ասում էր, որ հիմա դու պետք է կառավարությունը թոշակը բարձրացնի, որպեսզի ինքը գոնե կարողանա տաքանալ։ Ես սկսեցի հետազոտել այդ իրավիճակը կոնկրետ հասցեով, կոնկրետ տնով։ Եվ ես արձանագրեցի ինձ համար, եթե մենք օրինակ վերցնենք եւ 20,000 դրամով բարձրացնենք թոշակը, նույն քաղաքացին էլեկտրական էներգիայի վրա եւ տուն տաքացնելու վրա ծախսելու արդեն ոչ թե 27,000 դրամ, այլ ծախսելու է 35,000 դրամ, բայց տունը միևնույնն է չի տաքանալու, որովհետև այդ տանը կան բազմաթիվ խնդիրներ, սկսած պատուհաններից, վերջացրած դռներով եւ այլն, վերջացրած պատերով եւ այլն եւ այդպես շարունակ։